Ողջույն հարգելի բարիչներ, սա ձեր հորոսկոպն է 2026 թվականի օգոստոսի համար։ Օգոստոսը լինելու է կարմայական և շատ կարևոր ամիս։ Սկսվում է խավարումների միջանցքը, իսկ այս ամիս առաջին անգամ խավարում է տեղի ունենալու ձեր հորոսկոպի ամենաբարձր կետում։ Այն ոլորտում, որը կապված է կարիերայի, հասարակության մեջ ձեր դիրքի, ձեռքբերումների, հեղինակության և ամենամեծ նպատակների հետ։ Այս պատճառով օգոստոսը ձեզ համար իսկապես կարևոր շրջափուլ է։ Ամիսը լի է արագ փոփոխվող էներգիաներով, շատ մոլորակներ փոխելու են իրենց դիրքը, իսկ Մերկուրին լինելու է շատ արագ, ինչը նշանակում է, որ երկար կանգնած գործերը, երբ որ դանդաղել էին, վերջապես կսկսեն առաջ շարժվել։ Սա շատ ակտիվ, դինամիկ և վառ ամիս է բոլորիս համար։ Այն հիանալի ժամանակ է նոր գործեր սկսելու, խոշոր գնումներ կատարելու, զարգանալու և առաջ շարժվելու համար։ Միայն պետք է հաշվի առնել որոշ օրերի էներգիաները։ Այժմ հերթով կխոսենք օգոստոսի ամենակարևոր իրադարձությունների և ամսաթվերի մասին, որպեսզի իմանաք, թե ինչ է սպասվում հենց ձեզ։ Եթե ցանկանում եք անհատական խորհրդատվություն, ապա կարող եք գրել այդ հեռախոսահամարին, որը նշված է։ Արևը, Յուպիտերը և կարմայական հանգույցը գտնվում են ձեր 10-րդ տանը, և հենց այստեղ էլ տեղի ունենում արևի խավարումը։ Առաջին պլան են դուրս գալիս ձեր կարիերայի, հեղինակության, հասարակության մեջ ունեցած դիրքի և մեծ ձեռքբերումներին վերաբերող հարցերը։ 10-րդ տունը ցույց է տալիս մարդու ամենաբարձր նպատակները, հաջողություններն ու հասարակական կարգավիճակը։ Բացի այն, նա նաև կապված է հեղինակավոր ու կարևոր ձեռքբերումների հետ։ Արևն ու Յուպիտերը այս տանը կարող են բերել ճակատագրական հանդիպում, սեփական բիզնեսի սկիզբ, պաշտոնի բարձրացում կամ որևէ կարևոր կոչման և ճանաչման արժանանալ։ Ընդհանուր առմամբ այս դիրքը հաջողություն է բերում բոլոր նրանց, ովքեր համարձակորեն ցույց են տալիս իրենց կարողությունները, քանի որ 10-րդ տունը նաև հաջողության տունն է։ Օգոստոսի 6-ին Վեներան տեղափոխվում է ձեր 12-րդ տուն։ Այնտեղ, որտեղ հայտնվում է Վեներան, սովորաբար գալիս են ներդաշնակությունը, հաջողությունն ու փոքրիկ երջանկությունները։ 12-րդ տունը կապված է հեռավոր ճանապարհորդությունների, արտասահմանի և օտար երկրների հետ։ Վեներան այստեղ կմնա գրեթե մինչև տարվա վերջ։ Իսկ արդեն օգոստոսին կարող է ձեզ նվիրել այն ճանապարհորդությունը, որի մասին վաղուց եք երազել։ Հեշտությամբ կարող են լուծվել նաև փաստաթղթային հարցերը, եթե դրանք կապված են արտագաղթի, ճանապարհորդության կամ տեղափոխության հետ։ Բացի այդ, Վեներան կարող է խորհրդանշել նաև մի հետաքրքիր կնոջ հայտնվել ձեր կյանքում։ Դա կարող է լինել անսովոր մարդ կամ նույնիսկ էզոտերիկ գիտելիքներով զբաղվող կին, քանի որ 12-րդ տունը կապված է ինտուիցիայի, հոգևոր զարգացման և բուժիչ կարողությունների հետ։ Հնարավոր է ծանոթանաք մի մարդու հետ, ով ձեր կյանքում հետաքրքիր ու անսպասելի փոփոխություններ կբերի։ Վեներան նաև ստեղծագործականության մոլորակն է։ Այս ընթացքում հնարավոր է միայնակ աշխատեք որևէ ստեղծագործական նախագծի վրա, պատրաստեք միջոցառում, շնորհանդես, ցուցահանդես կամ կարևոր ուղևորություն։ Ինչու՞ չէ, պատրաստվեք ձեր խանութին, և ամեն ինչ հաջող կընթանա։ Օգոստոսի 7-ին Սատուրնն ու Արևը շատ լավ միացում ունեն։ Դա կարող է նշանակել կարևոր զրույց, կարևոր գործարք, արք ու վաճառք, նույնիսկ անշարժ գույքի հետ կապված հարցերի հաջող լուծում կամ մի բան, որին վաղուց եք սպասել։ Սատուրնը միշտ կապված է այն ամենի հետ, ինչի վրա երկար ժամանակ աշխատել եք, ինչ կառուցել եք համբերությամբ և ջանքերով։ Հիմա դրա արդյունքները կարող են սկսել երևալ։ Այս օրերին կարող եք ամուր հիմք դնել ապագա հարաբերությունների, կարիերայի կամ սեփական բիզնեսի համար։ Ոմանք կարող են որոշել սկսել իրենց սեփական գործը, իսկ մյուսները կարևոր գնում կատարել։ Ամեն դեպքում այս օրերը շատ բարենպաստ են նոր նախաձեռնությունների, գնումների և կարևոր պայմանավորվածությունների համար։ Օգոստոսի 9-ին Մերկուրին տեղափոխվում է ձեր 10-րդ տուն։ Այդ դիրքը շատ հաջող հնարավորություններ է բացում կարիերայի, հեղինակության և հասարակության մեջ ձեր դիրքի համար։ Ոմանց համար Մերկուրին կարող է կապված լինել նաև երեխաների հետ։
Օրինակ երեխաների կյանքում կարող է փոխվել կարգավիճակը, եւ դուք այդ իրադարձության մասնակիցը լինեք։ Դա կարող է լինել հարսանիք, թոռների ծնունդ կամ նմանատիպ կարևոր փոփոխություն։ Իսկ ոմանց համար հենց իրենց կյանքում կարող է տեղի ունենալ կարգավիճակի փոփոխություն, ամուսնություն, երեխայի ծնունդ կամ պաշտոնի բարձրացում։ Այս ամենն առավել կարևոր է, քանի որ հենց այս ոլորտում էլ տեղի ունենալու խավարումը։ Խավարման ազդեցությունը կարող է զգալ արդեն օգոստոսի առաջին օրերից, եւ կարևոր իրադարձությունները կարող են սկսվել դեռ մինչև խավարման օրը։ Մերկուրին 10-րդ տանը կարող է նաև բերել մեծ ելույթ, կարևոր գործնական ուղևորություն, խոշոր պայմանագիր կամ կարիերայի առաջընթաց։ Բացի այդ, Մերկուրին կապված է նաև ավտոմեքենաների հետ։ Իսկ քանի որ 10-րդ տունը ներկայացնում է բարձր նպատակներն ու հեղինակավոր ձեռքբերումները, հնարավոր է օգոստոսին ձեռք բերեք այն մեքենան, որի մասին վաղուց եք երազել։ Օգոստոսի 11-ին Մարսը տեղափոխվում է Խեցգետին նշան ձեր 9-րդ տուն։ Իսկ քանի որ Վեներան արդեն գտնվում է 12-րդ տանը, նաև միացում ունի այնտեղ, դա ցույց է տալիս, որ հեշտությամբ կընթանան բոլոր այն գործերը, որոնք կապված են ճանապարհորդությունների, տեղափոխության, ուսման, արտասահման մեկնելու, դատարանների, իրավաբանական հարցերի եւ փաստաթղթերի ձևակերպման համար։ Հատկապես հաջող կլինեն այն գործերը, որոնք կապված են հեռավոր երկրների հետ։ Մարսը կարող է խորհրդանշել նաև տղամարդու հայտնվել ձեր կյանքում։ Օրինակ, հնարավոր է ծանոթանաք արտասահմանցու կամ հեռվից եկած տղամարդու հետ։ Թե այդ ծանոթությունը ինչ նշանակություն կունենա, արդեն կախված է ձեր անձնական իրավիճակից։ Ոմանց համար դա կարող է լինել շատ խոստումնալից գործնական համագործակցություն, իսկ մյուսների համար անձնական հարաբերությունների սկիզբ։ Օգոստոսի 12-ին տեղի կունենա արևի խավարումը եւ այն լինելու է ձեր 10-րդ տանը։ Այստեղ հսկայական էներգիա է կուտակված։ Արևի խավարումը միշտ նոր սկիզբ է, բայց այս անգամ այն հատկապես շատ հզոր ազդեցություն կունենա։ Սա առաջին խավարումն է ձեր 10-րդ տանը, ինչը նշանակում է, որ առաջիկա 2 տարիների համար ձեր առջև բացվում են նոր հնարավորություններ, փոխելու ձեր կյանքը, հասնելու ձեր նպատակներին, աճելու կարիերայում, հիմնելու սեփական բիզնես, ամուսնանալու, երեխա ունենալու կամ ընդլայնելու ձեր տունն ու հնարավորությունները։ Մի խոսքով 10-րդ տունը խորհրդանշում է այն ամենը, ինչի մասին ամենաշատն եք երազում։ Հենց հիմա լավագույն ժամանակն է ցանկություններ պահելու, ապագայի ծրագրեր կազմելու եւ տարբեր հոգեվոր պրակտիկաներով զբաղվելու համար։ Օգոստոսի 12-ին հենց խավարման օրը ավելի լավ է չծանրաբեռնեք ձեզ կարևոր գործերով։ Թեև այսօրվա էներգիան շատ ուժեղ է, այն համարվում է ոչ այնքան կայուն։ Դրա համար ցանկալի է խոշոր որոշումները տեղափոխել, այդպես մեծ որոշումները շատ տեղափոխեք մեկ այլ ավելի լավ օր։ Իսկ դրանից հետո արդեն օգոստոսի 12-ից մինչև 28-ը սկսվում է խավարումների միջանցքը, սա կարմայական ժամանակաշրջան է։ Այս օրերին շատ ուժեղ է գործում, ինչ ցանել ես, այն էլ կհնձես սկզբունքը։ Մարդն իր նախկին քայլերի արդյունքներն է ստանում։ Այս ընթացքում պատահականություններ գրեթե չեն լինում։ Այդ պատճառով շատ էզոտերիկներ նույնիսկ խավարումների օրերին վարում են ինչ որ տետր, գրի են առնում, օրագիր են պահում, թե այդ օրերին ինչ մարդիկ են հայտնվում իրենց կյանքում, ինչ իրադարձություններ են տեղի ունենում եւ ինչ նշաններ են ստանում։ Այս ամենը կարևոր հուշումներ են ապագայի համար։ Բացի այդ, հենց խավարումների միջանցքում շատերի ինտուիցիան զգալիորեն ուժեղանում է։ Եթե ունեք որևէ ներքին շնորհ կամ հոգևոր կարողություններ, դրանք նույնպես կարող են ավելի ակնհայտ դառնալ։ Ուշադրություն դարձրեք ձեր երազներին, նշաններին եւ այն ամենին, ինչ կատարվում է ձեր շուրջը։ Ովքեր են մտնում ձեր կյանք, ինչ իրադարձություններ են տեղի ունենում, այս ամենը ցույց է տալիս ճիշտ ճանապարհով եք շարժվում, թե ժամանակն է ինչ որ բան փոխելու։ Կարմայական այս շրջանը հաճախ հենց իրադարձությունների միջոցով է ցույց տալիս, թե որն է ճիշտ ուղղությունը։ Խավարումը միշտ տրվում է, որպեսզի մենք փոխվենք, աճենք եւ նոր մակարդակի հասնենք։ Դες համար այս ամենը դեռ նոր է սկսվում։ Ոմանց կյանքում արդեն կարող են հայտնվել առաջին հնարավորությունները, քանի որ խոսքը 10-րդ տան մասին է,
Ոմանք կարող են ստանալ աշխատանքի առաջարկ, պաշտոնի բարձրացում կամ հրավեր, ստորագրելու կարևոր փաստաթղթեր։ Ընդհանրապես խավարումների ժամանակ սկսվող իրադարձությունները կարող են զարգանալ առաջիկա 2 կամ 6 ամիսների ընթացքում։ Իսկ եթե դրանք դիպչում են ձեր հորոսկոպի կարևոր կետերին, ազդեցությունը կարող է շարունակվել 8-ից 9 տարի, երբեմն էլ նաև 20 տարի։ Ոմանց համար սա կարող է լինել ամուսնություն, ամուսնական պայմանագիր, սեփական բիզնես, երեխայի ծնունդ կամ աշխատանքի սկիզբ։ Եվ այս փոփոխությունները երկարաժամկետ ազդեցություն կունենան։ Իսկ ուրիշների համար այս փուլում դեռ միայն գաղափարներն ու հնարավորություններն են ծնվելու, որոնք առաջիկա 2 տարիների ընթացքում աստիճանաբար կյանքի կկոչվեն։ Քանի որ արևային խավարումը նման է նորալուսնին, բայց հազարավոր, այդպես շատ ավելի հզոր է, խավարումների միջանցքում կարելի է սկսել նոր գործեր։ Կարելի է նույնիսկ ամուսնանալ, ստեղծել սեփական բիզնես կամ կյանքի կարևոր նոր փուլ սկսել։ Սակայն դա արժե անել միայն այն դեպքում, եթե 100%-ով վստահ եք ձեր որոշման վրա։ Այն ամենը, ինչը սկսվում է այս շրջանում, կարծես երկար տարիների կնիք է ստանում։ Եթե դեռ կասկածներ ունեք, ավելի լավ է սպասեք, մինչև խավարումների միջանցքն ավարտվի։ Իսկ եթե լիովին վստահ եք, կարող եք հենց այս ժամանակահատվածում սկսել։ Այս օրերին կարելի է նաև խոշոր գնումներ կատարել։ Նրանք ամենայն հավանականությամբ երկար կծառայեն եւ կնպաստեն ձեր զարգացմանը։ Խավարումների միջանցքում կլինեն մի քանի շատ կարևոր օրեր։ Առաջինը դա օգոստոսի 15-ն է։ Այդ օրը Մերկուրին եւ Յուպիտերը միանում են ձեր 10-րդ տանը։ Սա կարող է բերել շատ կարևոր զրույց, շահավետ առաջարկ կամ սպասված հրավեր։ Ամենայն հավանականությամբ այս իրադարձությունը կապված կլինի ձեր կարիերայի, աշխատանքի կամ հասարակության մեջ ունեցած դիրքի հետ։ Ոմանց համար այսօրը կարող է կապված լինել նաև երեխայի ծննդի, վաղուց սպասված հանդիպման կամ կյանքի կարևոր շրջադարձի հետ։ Բացի այդ, Վեներան գտնվելով 12-րդ տանը ստեղծում է շատ բարենպաստ միացում։ Դա կարծես տիեզերքի կամ բարձր ուժերի աջակցությունն է, որի շնորհիվ շատ հարցեր կարող են հեշտությամբ լուծվել։ Մերկուրի եւ Յուպիտերի միացումը ոմանց համար կարող է նշանակել դատական նիստ, կարևոր իրավաբանական փաստաթղթերի ձևակերպում, գործնական ուղևորություն, կարևոր հանդիպում կամ ճակատագրական ծանոթություն։ Ամեն դեպքում այսօրը շատ բարենպաստ է նոր գործեր սկսելու, գնումներ կատարելու, կարևոր բանակցություններ վարելու եւ փաստաթղթերը ձևակերպելու համար։ Հաջորդ կարևոր օրը դա օգոստոսի 17-ն է։ Այսօրվա ազդեցությունը կարող եք զգալ նաև 1 օր առաջ կամ հետո։ Ձեզ համար սա հատկապես շատ կարևոր է, քանի որ այն կապված է աշխատանքի եւ կարիերայի հետ։ Այս շրջանում կարող եք ընկվել կարևոր գործարք, ստորագրվել պայմանագիր կամ տեղի ունենալ մի իրադարձություն, որը մեծ նշանակություն կունենա ձեր մասնագիտական կյանքի համար։ Հնարավոր է նաև սկսեք նոր աշխատանք կամ նոր գործունեություն։ Եթե ունեք սեփական բիզնես, կարող եք աշխատանքի ընդունել լավ մասնագետի, որի հետ համագործակցությունը երկարատև եւ հաջող կլինի։ Սա այնպիսի ժամանակ է, երբ դրվում է ամուր հիմք ապագայի համար։ Նույնը վերաբերվում է նաև անձնական հարաբերություններին։ Եթե այս օրերին ձեր անձնական կյանքում կարևոր փոփոխություններ լինեն, օրինակ հարաբերությունները տեղափոխվեն նոր մակարդակ կամ փոխվի ձեր ընտանեկան իրավիճակը, ապա այդ փոփոխությունները նույնպես երկարաժամկետ կլինեն։ Իսկ օգոստոսի 21-ը համարվում է ավելի շատ զգուշավոր օր։ Մի կողմից շատ լավ ուժեղ լավ միացումներ ունենք հաջողակ, մյուս կողմից ոչ։ Կարող է իրականանալ այն, ինչի վրա վաղուց աշխատել եք։ Հաջող ընթացք ստանա, գործնական ուղևորությունը կամ աշխատանքի հետ կապված կարևոր նախագիծը։ Սակայն այդ օրը Վեներան եւ Սատուրնը շատ լարված միացում ունեն։ Սա իհարկե հուշում է, որ պետք է ավելի շատ հոգ տանեք ձեր առողջության մասին, քանի որ ազդեցությունը վերաբերվում է աշխատանքի եւ առողջության ոլորտներին։ Լավ կլինի այդ օրը մի փոքր հանգստանաք, ժամանակ հատկացնեք ինքներդ ձեզ, գնաք մերսման, զբաղվեք մեդիտացիայով կամ յոգայով։ Փորձեք խուսափել վեճերից ու լարված խոսակցություններից, հատկապես աշխատավայրում եւ գործընկերների հետ։ Եթե
պահպանեք ներքին հանգստությունը, օրը կարող է շատ հաջող եւ արդյունավետ անցնել։ Օգոստոսի 23-ին արևը փոխում է իր դիրքը եւ տեղափոխվում է ձեր 11-րդ տանը, այդտեղ է մտնում։ Սա այն ոլորտն է, որը կապված է հաջողության, ճանաչման, ընկերների, մեծ խմբերի եւ ինտերնետային գործունեության հետ։ Իսկ օգոստոսի 25-ին նույն տուն կտեղափոխվի նաեւ Մերկուրին եւ այնտեղ կմնա մինչեւ ամսվա վերջ։ Այս երկու մոլորակների համադրությունը կարող է ձեզ համար շատ մեծ հնարավորություններ բացել եւ բերել շատ կարեւոր ու հետաքրքիր ծանոթություններ։ 11-րդ տունը նաեւ լավագույն ընկերների տունն է։ Հնարավոր է հանդիպեք մի մարդու, ում հետ վաղուց եք ցանկանում ծանոթանալ։ Կարող են նաեւ նոր ընկերներ հայտնվել ձեր կյանքում։ Ոմանք կարող են ղեկավարել որևէ խումբ կամ միանալ նոր թիմի կամ նաեւ կոլեկտիվի։ Այս տունը կապված է նաեւ տոների, հարսանիքների, համերգների, ելույթների եւ տարբեր միջոցառումների հետ։ Հնարավոր է ձեզ հաճախ հրավիրեն տարբեր հավաքների կամ ձեր կյանքում տեղի ունենան կարևոր հասարակական իրադարձություններ։ Արևն ու Մերկուրին միասին կարող են նպաստել նաև համակարգչային ծրագրերի, տեխնիկայի կամ ուսումնական դասընթացների ձեռքբերմանը։ Ընդհանրապես այս շրջանում ձեզ համար շատ հեշտ կլինի հասկանալ տեխնիկական հարցերը եւ սովորել նոր բաներ։ Ոմանց համար Մերկուրիի ազդեցությունը կարող է կապված լինել նաև երեխաների հետ։ Հնարավոր է ավելի շատ շփվեք որևէ երեխայի հետ։ Լինի դա ձեր հարազատներից մեկը կամ աշխատանքի հետ կապված։ Այդ ծանոթությունը կամ շփումը կարևոր դեր կունենա ձեր կյանքում։ Օգոստոսի 28-ին տեղի ունենում լուսնի խավարում։ Ձկներ նշանում այն կազդի ձեր 5-րդ տան վրա։ Սա վերջին լուսնային խավարումն է այս ոլորտում, այս կենդանակերպի նշանում։ 5-րդ տունը կապված է երեխաների, ստեղծագործության, սիրո, ռոմանտիկ հարաբերությունների, սպորտի, մրցույթների, ցուցահանդեսների եւ տարբեր մրցակցային ծրագրերի հետ։ Վերջին 2 տարիների ընթացքում հենց այս ոլորտներում ձեր կյանքում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել։ Ոմանց կյանքում փոփոխությունները կապված են եղել երեխաների հետ։ Ոմանք երեխաներ են ունեցել, իսկ մյուսների դեպքում երեխաների հետ կապված իրավիճակներ են փոխվել։ Մյուսների կյանքում մեծ փոփոխություններ են եղել սիրային հարաբերություններում։ Բացի այդ 5-րդ տունը կապված է նաև հանգստի եւ արձակուրդների հետ։ Հնարավոր է այս տարիների ընթացքում փոխվել է ձեր հանգստանալու ձևը կամ հետաքրքրությունները։ Սպորտը, մրցույթները, ստեղծագործական գործունեությունը նույնպես այս տան թեմաներից են։ Այս բոլոր ոլորտներում վերջին 2 տարիները եղել են ձեր կարմայական ճանապարհի կարևոր մասը։ Հիմա լավ ժամանակ է հետ նայելու եւ հասկանալու, թե ինչ փորձ եք ձեռք բերել։ Սա վերջին անգամ է, երբ կարման ձեզ փորձություն է ենթարկում այդ ոլորտներում։ Լուսնային խավարումը լիալուսի նման է, լիալուսին է, բայց ազդեցությունը ավելի ուժեղ է։ Այդ պատճառով օգոստոսի 28-ը շատ զգացմունքային օր կլինի։ Հնարավոր են շատ վառ երազներ տեսնեք, նույնիսկ մարգարեական երազներ, ինչպես նաև շատ կարևոր իրադարձություններ։ Լուսնի խավարումից հետո դրա ազդեցությունը կշարունակվի եւս մոտ 2 շաբաթ նվազող լուսնի ընթացքում։ Այս շրջանը շատ հարմար է այն ամենից հրաժարվելու համար, ինչ այլևս պետք չէ ձեր կյանքում։ Իսկ հենց խավարման օրը լավագույն ժամանակն է մեդիտացիայի, ներքին հանգստության եւ անցած ճանապարհը գնահատելու համար։ Մտածեք, թե այս 2 տարվա ընթացքում որքան եք փոխվել 5-րդ տան թեմաներում։ Ինչ փորձ եք ձեռք բերել եւ ինչն է փոխվել ձեր կյանքում։ Ոմանց համար այս լուսնի խավարումը կարող է դառնալ կարևոր իրադարձությունների ավարտական փուլ։ Եթե վերջին 2 տարիներին արդեն մեծ փոփոխություններ են տեղի ունեցել ձեր կյանքում, ապա հիմա կարող եք վերջնական որոշում կայացնել կամ վերջնակետ դնել որևէ հարցի։ Մյուսները պարզապես հաճելի ժամանակ կանցկացնեն իրենց երեխաների կամ սիրելի մարդու հետ։ Քանի որ սա նաև ռոմանտիկ խավարում է, այն կարող է բերել հարաբերությունների կարևոր զարգացման։ Ոմանց կյանքում կարող է տեղի ունենալ ստեղծագործական նախագծի շնորհանդես, մասնակցություն մրցույթի կամ ցուցահանդեսի։ Հնարավոր է նաև ստորագրեք պայմանագիր, որը կապված կլինի ձեր ստեղծագործական աշխատանքի հետ։ Ոմանց համար այս շրջանը կարող է բերել սիրո խոստովանություն կամ ամուսնության առաջարկ։
Մյուսները կարող են սիրելի մարդու հետ կարևոր համաձայնության գալ կամ իրականացնել այն հանգիստը, որի մասին վաղուց եք երազում։ Այս խավարումը կարող է ակտիվացնել նաև ստեղծագործական գործունեությունը, սպորտը, տարբեր մրցույթներն ու մրցակցային նախագծերը։ Բացի այդ, լուսնային խավարումները հաճախ բացահայտում են այն, ինչ մինչ այդ գաղտնի էր։ Եթե ձեզանից ինչ-որ բան թաքցրել են, մեծ հավանականությամբ հիմա այդ ամենը կբացահայտվի։ Դիմակները կարող են ընկնել, հատկապես ձեր շրջապատի մարդկանց դեպքում։ Դուք կկարողանաք շատ ավելի հստակ տեսնել, թե իրականում ովքեր են ձեր կողքին և ինչ մտադրություններ ունեն։ Ահա այսպիսի կարևոր իրադարձություններով հարուստ և փոփոխություններով լի օգոստոս է սպասվում ձեզ, սիրելի կարիճներ։ Մաղթում եմ, որ այս ամիսը ձեզ բերի միայն լավագույն իրադարձությունները, հաջողությունները և ուրախ պահերը։ Գրկում եմ ձեզ, շուտով կրկին կհանդիպենք նոր տեսանյութերում։ Ցտեսություն։